Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակ օրաթերթը գրում է. Գյումրիում դեռ քարոզարշավը չի մեկնարկել, մարտի 5-ին առաջադրումների ժամկետն է ավարտվում, ապա 10 օր փաստաթղթերը կստուգեն եւ կգրանցեն թեկնածուներին, սակայն քաղաքի գլխավոր փողոցներում արդեն փակցված են թեկնածուների պաստառները, օրենքն առաջինը խախտել է ՔՊ թեկնածու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը, մեր Սարիկը պաստառով, նրան չեն զիջում նաեւ Մայր Հայաստանի թեկնածու գործարար Կարեն Սիմոնյանը, Դեմոկրատական այլընտրանքի թեկնածու մարզիկ Արտյոմ Ղարաղազարյանը եւ մեր Ռուբոն Մխիթարյանը։ Տեղեկացանք, որ 3 որոշ թեկնածուների շտաբներ զգուշացում են ստացել պաստառները վաղաժամ փակցնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ հոդվածն է հրապարակել Armenpress-ի միջոցով, տողատակերում կրկին հանրության նահաբեկելով էսկալացիայով։ Առաջինը փետրվարի 9-ին էր, այս անգամ նա ներկայացնում էր կոմունիկացիաները բացելու իր առաջարկները եւ նշում, որ ապաշրջափակման հարցը ըստ էության լուծված է, Ադրբեջանը համաձայն չէ եւ հարց է տալիս, թե ինչու է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները։ Հույս ունեմ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար։ Հոդվածից ակնհայտ է դառնում, որ Բաքուն Փաշինյանից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ ազգային ժողովի падգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվեց, թե ԱԺ բերված նոր նախագծով որքան է թանկանալու Սևանի Սիգի ձկնատեսակը։ Նախարարը շրջանցեց հարցը, չներկայացնելով կոնկրետ սակագնի մասին տեղեկություններ։ Միայն ասաց, թե որսագողության համար նոր չափանիշներ են սահմանել, ջրային պարեկներ են գործի անցել եւ այլն։ Մինչդեռ իրականում բերված նոր հարկատեսակով մյուս ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ թանկանալու է նաեւ Սևանի էկոլոգիապես մաքուր Սիգի գինը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԿՊ падգամավորին արգելել են խոսել ինքնուրույն մտքեր գրել Գյումրու ընտրությունների թեմայով։ Օրաթերթի տեղեկություններով ԿՊ խմբակցության մի խումբ падգամավորներ օրերս դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ քարտուղար Արտուր Հովհաննիսյանին, որպեսզի վերջիններս լռեցնեն ու սաստեն գյումրեցի ԿՊ-ական падգամավոր Էմմա Պալյանին, ով օրը մի քանի անգամ գրառումներ է անում Գյումրու ընդդիմադիր թեկնածուների մասին, վիրավորում եւ պիտակավորում, ջեբկիր, ծաղրացու եւ այլ բառերով։ ԿՊ ղեկավարության նախատումներից հետո Էմմա Պալյանը լռել է արդեն 5 օր եւ ոչ մի գրառում չի անում։ Միայն կիսում է ՔՊ Սարիկի նյութերով, մարզպետի տեսանյութերով։ Նրան ասել են, եթե ուզում ես օգնել Սարիկ Մինասյանին, լռիր։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 3 ՀՀ ազգային ժողովում ԱԺ падգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում կառավարությունը հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող քաղաքացիական այլ անձանց խոշտանգման մասով, հիշատակելով, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին կապտուկներ կան, Բակո Սահակյանի ատամնաշարի արչեւի մասը չկա, այսինքն հայ գերիները Բաքվի բանտերում խոշտանգվում են։ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ունենք առանձին ամբողջական գանգատը, որի գլխավոր փուլը ավարտվել է նախորդ տարվա ավարտին, դեկտեմբերին։ Ունենք կիրառված միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում բարբերաբար ստանում ենք տեղեկություն պահվող անձանց վիճակի մասին, նրանց առողջականի պահպանման պայմանների մասին։ Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին։ Դրանից հետո բնականաբար մենք հետևում ենք մամուլում շրջանառվող որոշ տեսանյութերի, նկարների, ինչը դուք նշեցիք, ասել է Կիրակոսյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. 3 համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն մեր տեղեկություններով նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, բայց քանի որ նրանց հիմնադրած մասկը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շավերջյանի հասկով։ Սոցիալական կուսակցությամբ մեզ ասացին, որ Շավերջյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են, իսկ թեկնածուի Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում։ Նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա կանգնած խրոխտ շրջում է։ Ռոմանտիկ մեղեդուտակ իր մասին, պաթետիկ խոսքերի հնչողության ներքո։